Քայլում եմ գծերի վրայով։ Ինձ օգնում են վառ գույներ։ Ինչ են դրանք անվանում։ Նորից եմ կարդում։ Չունեմ ղեկ ու անիվներ, քայլում եմ գծերի վրայով։ Ղեկ ու անիվ չունի։ Ինչը չունի ղեկ եւ անիվ։ Էվա։ Ղեկ ու անիվներ ինչը ունի։ Ավտոմեքենան, այսինքն ավտոմեքենա չէ։ Ինձ օգնում են վառ գույներ։ Ինչ են դրանց անվանում։ Սուրեն։ Հայերեն ինչ են դրան անվանում։ Լուսացույց։ Բայց դա ունեն մի հատ դեղին գույն։ Դե գուշակ եկել ինչ կա դեպի մեջ։ Կարմիր։ Ինչ է տեսնենք։ Ինչ է սա։ Մարդիկ է ինչ-որ։ Անցում է, ճիշտ է, անցում է։ Կապոներ են մարդու հետ։ Իրանիշին ոնց կապեցիր իրար հետ։ Կարելի է անցումով անցնել։ Գույնի ժամանակ կարելի է անցումով անցնել։ Համաձայն եք։ Ոչ։ Մենք դասակի ժամին ճանապարհային կանոնների մասին մի քիչ խոսել ենք, չէ՞։ Հələ տեսնենք ինչի է Իրանիշը շփոթվում, այստեղ էլի բան ունենք։ Որտեղ ամրացն է։ Բերեմ եմ ամրացնելու, թե մնաց մի առաջ կա։ Այո, դե հիմա գուշակում եք, ինչ կա այս նկարում։ Չգիտեմ, տեսնես թե չէ, մի դոկտոր է։ Տեսնեք։ Այո, լուսացույց է, դե հիմա գուշակում եք, ինչի է լուսացույցը, այսօր մեր գրատախտակին հայտնվել։ Այսինքն մենք այսօր խոսելու ենք, ինչի մասին։ Անցումների մասին ենք խոսելու։ Մենակ անցումների մասին կարող ենք մի ամբողջ դասաժամ անցումների մասին խոսել երեխաներին։ Հիմա եկեք գուշակենք մեր դասի թեման ինչն է լինելու։ Այո, ճանապարհային կանոնները, այո, ճանապարհային կանոնները։ Պահպանիր երթևեկության կանոնները։ Իսկ դասի վերնագիրն է երեխաներ, դասի մեր վերնագիրն է զգուշացիր ավտոմեքենայից։ Բայց ինչի պետք է ավտոմեքենայից զգուշանամ։ Վարորդը չգիտի, որ եթե հանկարծ վրայով ենթարկի, ազատազրկվելու է գնատարիներով ազատազրկման վայրում անցկացվի, թող վարորդը ուշադիր լինի, էլի լուսացույցի։ Մենք պետք է ուշադիր լինենք։ Այո։ Ինչու՞։ Թող վարորդները ուշադիր լինեն, ասանալիք։ Եթե մարդը չտենա, որ մեքենա անցնում է, կարող է մեքենայի տանք Կյանքը թանկ է մեզ համար։ Այո։ Բայց վարորդը բոլորովին մեղավոր չլիներ, բայց ճանապարհի կեսից մի հատ մարդ վազելով փողոց կանցնի ու ինձ մեքենայի տակ, գիտեք չէ, որ ավտոմեքենան որպեսզի արգելակվի, որոշակի ժամանակ է պետք։ Եթե վարորդը ուշ նկատի, կամ տվյալ մարդը շատ արագ վազելով անցնի, չի հասցնի արգելակվել, հասկացանք։ Այսինքն վարորդը կարող է մեղավոր չլինել, բայց ինչ-որ մեկը դուժի, ինքն էլ հետը դուժի չէ երեխաներ, հետևաբար պետք է ուշադիր լինեն, ովքեր։ Բոլորը, եւ վարորդները, եւ երեխաները։ Տեսեք, մենք այսօր այստեղ վերացնելու ենք ինչ գիտենք, ինչ ենք ցանկանում իմանալ, դասի վերջում այստեղ կգրենք այն, թե ինչ սովորեցինք։ Այդ գիտեք, չէ՞ լուսացույցի գույները։ Լուսացույցի գույները գիտեք։ Գիտեք, որ մեքենան վարող մարդուն անվանում են վարող։ Սովորեցիք, որ ոտքով փողոցն անցնող մարդուն ինչ ենք անվանում։ Հետիոտը։ Երեխաներ, իսկ
Սայրակ քշող մայրիկին, որ փողոցի սայրակը քշում են, երեխային սայրակով տեղափոխում են, ի՞նչ են անվանում։ Անհեծանիվը, երբ որ մեկը հեծանիվը տանում է, այսպես քայլելով հեծանիվի հետ տանում է, ի՞նչ ենք անվանում, գիտեք։ Դրանց անվանում ենք էլի հետիոտ են, հավասարեցնում ենք հետիոտներ, որովհետև ինքը էլի քայլելով է անցնում։ Իսկ եթե հեծանվով է ճանապարհն անցնում, ի՞նչ են անվանում։ Հեծանվով, այո, հեծանվով դա է սովորեցի, չէ՞ երեխաներ, այո։ Իսկ եթե մոտոցիկլետով է գնում, մոտոցիկլետ վարողին ի՞նչ ենք անվանում։ Մոտոցիկլավար, այո, հեծանվով, մոտոցիկլավար, հետիոտը վարող։ Դրանք հիմնական դերակատարներն են, չէ՞, յոթերեկության։ Շատ լավ։ Իսկ ինչ գիտեմ փողոցն անցնելու կանոնների մասին։ Գիտեք որևէ բան, ո՞նց են փողոցն անցնում երեխաներ։ Ձեռքով եք պատասխանում։ Սամվել ջան, ասա։ Լուսացույցին նայելով, լուսացույցին նայեցինք դեղին է, իրան նշնասում է դեղին է իրավունք ունի, թող անցնի փողոցը։ Բա ինչպես պետք է անցնի։ Ձեռքով եք խոսում, Արիա ջան։ Այսինքն մենք գիտենք լույսերը, չէ՞, գիտենք, որ լույսի դեպքում ենք անցնելու։ Իսկ ցանկանում եք իմանալ նշանները ճանապարհային։ Գիտեք, որ շատ ճանապարհային նշաններ գոյություն ունեն։ Իհարկե դուք եք բոլորը ձեզ պետք չի, բայց հիմնական մի քանի նշաններ դուք պետք է իմանալ։ Մեր քաղաքամասում ես ուշադիր եմ եղել, շատ ճանապարհային նշաններ չկան, բայց մի հատ կա, այն գրաֆիկ երեխաներ։ Իսկ ով պետք է ճանապարհային կանոններին հետևի։ Ով պետք է հետևի, Սուրեն ջան։ Միայն վարորդների համար են այդ կանոնները գրել։ Ո՞ւմ համար։ Մարդկանց, վարորդների, իսկ ուղևորով է կոչվում ուղևոր։ Ո՞ւմ կասել ուղևոր։ Ասա էլ ինչ։ Ով որ բանում է, ով որ գնում է Ոտքով։ Հետիոտն է, ուղևորը չի։ Ասա Սամվել ջան։ Ով որ ավտոբուս։ Այո, ավտոբուսով, ավտոմեքենայով տեղաշարժվող մարդը դա ուղևորն է։ Իսկ ուղևորների համար կան կանոններ ձեր կարծիքով։ Օրինակ ուղևորն ինչ չպետք է անի։ Կարելի է ավտոբուսի մեջ թափել։ Ճիշտ ես ասում, իհարկե։ Ով պետք է մեր հետ հարյուրավոր մարդիկ է, չէ՞ բարձրանում։ Էլի չի կարելի անել, արեն։ Ամեն գոռա։ Չի կարելի շատ խոսել։ Բարձր որ խոսենք, ինչ կլինի։ Շատ ապրես, կեցես վարորդը կարող է իրարանցում լինի, չի ասենք երկու հոգի իրար հետ, օրինակ վիճաբան է, մի հատ էսպես է շրջինայի ինչ է կատարում, ասում կարող է վթար տեղի ունենալ։ Այո, չի կարելի շեղել վարորդի ուշադրությունը, բարձր խոսել, Սուրեն ճիշտ է ասում, բայց դու էլ այդ բանին գոռում, չէ՞, պետք է ձեռք բարձրացնեին։ Բարձր խոսել չի կարելի, մենք իրավունք ունենք մեր կողքին ինտերություն պատճառելու։ Չէ՞, քաղաքավարության կանոնների մեջ էլ է, չէ՞ դա մտնում։ Ինչի պետք է մի ուրիշի ձեր խոսակցությունը լսի։ Կամ շատ լավ։ Հիմա երեխաներ, եկեք ծանոթանանք մի քանի ճանապարհային նշանների։ Դրանք շատ կարևոր են, որպեսզի դուք իմանաք եւ զգուշ լինեք։ Հիշում եք մեր նախորդ թեման վտանգների մասին էր, չէ՞։ Այսինքն վտանգները կարող են լինել տանը, այլ որտեղ կարող են վտանգներ լինել։ Դրսում, դժգոհում, անգամ լողավազանում։ Հիմա մենք ուզում ենք մեզ ապահովագրել փողոցում հանդիպող վտանգներից, չէ՞։ Այդ դրա համար են մեզ նշանները պետք։ Սա արդեն ծանոթ նշան է, չէ՞ երեխաներ։ Այո։ Անցում է շատ ապրում։ Ինչ է կոչվում այս նշանը։ Հետիոտնային անցում։ Այս դա ինչ է նշում է ծանոթ այս նշանը։ Ձերքով Սուրեն ջան ասա։ Կանգարի կետ։ Այսինքն դուք կանգարում պետք է սպասեք, չէ՞ տրանսպորտին։ Փողոց չի կարելի դուրս գալ, մայթեզրին կանգնել չի կարելի, հենց կանգարի կետում մենք պետք է սպասենք մեր տրանսպորտային միջոցին։ Մի ուստես, դա ինչ է երեխաներ։ Հիմա բայց տեսնում եք, որ կարմիր շրջանակի մեջ է։ Ինչ է դա նշանակում։ Չի կարելի փողոցում քշել։ Այո, որովհետև մենք տեսանք, չէ, կարմիր գույնը արգելող գույն էր։ Նշանի մեջ հենց կարմիր գույնը տեսանք, ուրեմն արգելվում է հեծանիվ քշել տվյալ ճանապարհով։ Արեն ջան, կանգնիր, ինչ է նշանակում այս նշանը։ Այս նշանը նշանակում է, որ հեծանիվով չի կարելի։ Արգելվում է հեծանիվ վարել տվյալ ճանապարհով։ Հա երեխաներ։
Այո, կանգառներ, կան տարածքներ, օրինակ կամուրջների վրա, կամուրջների տակ, խաչմերուկներում շատ կան։ Մեքենան կայանել չի կարելի, հասկացանք երեխաներ։ Հենց այստեղ կայանեցի, տուգանքը հաստատ կնշանակվի։ Եվ մնաց մեկ նշան, տեսնենք ինչ նշան է սա։ Ինչի դիմացար Արեն ջան, այս Արեն ջան։ Որովհետև կապույտ է վարում, կարմիր չի վարում։ Այստեղ ոչ մի բան չի վարվում, այդ նշանը կապույտի վրա են, չէ՞, ստեղծել։ Այո, կապույտը նշանակում է կարելի է, թույլատրվում է։ Կարմիրը նշանակում է, արգելվում է։ Հիմա մենք ճանապարհային նշաններ շատ ունենք, բայց այսօր ես ուզում եմ ձեզ ծանոթացնել դրանցից երկուսին՝ թույլատրող նշաններ եւ արգելող նշաններ։ Կարմիր գույնը արգելող նշաններն են, կապույտ գույնով թույլատրող նշաններն են։ Հիմա, որպեսզի մենք հասկանանք, դուք արդյոք յուրացրեցիք նյութը, եկեք մի քանի իրավիճակներ քննարկենք։ Այդ իրավիճակներից հետո կանենք մեր խմբային աշխատանքը։ Ես ձեզ բաժանում եմ այս քարտերը։ Եթե իրավիճակը ճիշտ է, վարքագիծը փողոցում ճիշտ է, բարձրացնում եք կանաչի, գիտեք, չէ՞ երեխաներ։ Իսկ եթե սխալ է, բարձրացնեք կարմիրը։ Ցույց տվեք, չեմ ուզում բառեր լսել, բառեր չեմ ուզում լսել։ Ձեռքերը բաց հեծանիվ է վարում։ Ես էլ եմ յակամ։ Այո, ճիշտ է, սխալ վարքագիծը, շատ ահռելի։ Չեն խորի։ Նայում ենք։ Ավտոբուսի դիմացով շրջանցում է փողոցը, տեսեք, երթևեկությունը այստեղ մոտիկ ավտոմեքենա կա։ Ճիշտ վարքագիծ է։ Ոչ։ Փակի մյուս գույնը, Արեն ջան, որ ես իմանամ դու հստակ գիտես։ Շատ ահռելի, ճիշտ է։ Մյուսը։ Արդեն հետևանքը հուշում եք, ճիշտ վարքագիծ է փողոցը։ Տեսնեմ։ Ահա, ապրեք, ճիշտ է, սխալ վարքագիծ է։ Տեսեք, երեխաներ կան սիրում են մեքենաների հետևից կառչել եւ այդպես մեքենայի հետ գնալ։ Վարորդը կարող է անգամ նկատած չլինել։ Հանկարծ աշկերակի, հանկարծ աշկերակի կամ հետ վարի, Կարող է բանանի, տորը դեպքի, այո, ունի։ իհարկե։ Անում են երեխաներ, բան չեն անում երեխաներ, հելենայք, ճիշտ վարքագիծ է։ Չեմ ուզում դարել, քարտը բացած տեսնել։ Այո, ով է ուզում խոսել։ Աս Արման։ Ավտոյ մոտ եմ խաղում։ Ավտոմեքենայի մոտ է խաղում, այո, տեսեք։ Փողոցի երթևեկերի հատվածում են խաղում։ Բա որտե՞ղ խաղան, երեխաները ինչ խորհուրդ կտա։ Աս Ամարի ջան։ Բակում։ Այո, գնացեք բակում հարկավոր է խաղալ, որ ապահով լինի, բայց բակում էլ է շատ անվտանգ։ Այո։ Շենքերի բակում մեքենաներ չեն լինում։ Պետք է իսկ ուշ լինի, չէ՞, որովհետև այնտեղ են մեքենաներ լինում։ Հետևելով լուսացույցի գույներին կպահպանեք ձեր կյանքն ու առողջությունը։ Համաձայն եք։ Այո։ Համաձայն եք։ Քարտերը տալիս եք ինձ։ Հիմա երեխաներ, եկեք կատարենք մեր խմբային աշխատանքը, արդեն բաժանված են չորսների, տալիս եմ ձեր հանձնարարությունները, կարդում եք, քննարկում եք, չեք աղմվում, այստեղ ունեք նշաններ, սոստրեք ճիշտ տեղերում, իրար հետ խոսում ենք շշուկով։ Խմբի ավագն է Անահիտը, ձեր խմբում Հրաչյանն է, բոլորի կասիքը լսում եք, բայց չի խաղում։ Այս խմբի ավագը Մարիամն է, կասիքը ծանոթանում եք և աշխատում։
է դու կտեղափոխես էս։ Որ վրանից է քաշած երևի դա է։ Նա նստիր։ Երեխաներ, հիմա ներկայացնում ենք իրավիճակ 1. Սխալ վարքագիծ պետք է ցույց տա։ Սխալ վարքագիծ է ցույց տալու, եթե սխալ կլինի ոստիկանը պետք է համապատասխան արձագանք տա։ Մի բերանի, բայց մի անգամ կանես։ Գնաց, սկսի։ Սա մեն հետո դու չէ։ Մեծահասակների հետ ճանապարհը անցնելիս Ինչ պետք է անել։ Կարելի է վազել։ Չի կարելի վազել։ Ինչ պետք է անել։ Պետք է բռնել մեծահասակի ձեռքը և փողոցը անցնելիս նայել լուսացույցին։ Հասկացա՞ր։ Կնստես մեծահասակին այսօր։ Իրավիճակ 2։ Իրավիճակ 2։ Իրապ է, լուսացույց։ Ուշադիր եք։ 1, 2, 3։ Ականջականներով Փողոցն անցնել։ ականջականներով փողոցն անցնել չի կարելի։ Այո, վտանգավոր է։ Կհիշես։ Իրավիճակ 3։ Ինչի՞ սա ունենք անում։ 1, 2, 3, 1, 2։ Եվ չեր էլ նայում, տեսա լուսացույցին անգամ չնայեց։ Հեռախոսը շեղում է։ Հեռախոսը շեղում է մեր ուսադրությունը։ Կհիշես Մարիա ջան։ Երեխաներ, կարելի է հեռախոսով ճանապարհ անցնել։ Ինչ ուղերձություն եք, ասա։ Եթե դու զգում ես, ապա հով ես։ Եթե չես տա, անկպանվի։ Այո։ Եթե Եթե պահպանում ես կանոնները, պաշտպանում ես և քեզ և մյուս։ շատ ապրեք, լավ, երեխաներ, հիմա եկեք ամփոփենք։ Մենք այսօրվա դասից ինչ սովորեցինք։ Լուսացույցի գույները գիտեինք, Այո։ անցնելու կարգը գիտեինք, չէ՞ երեխաներ։ Ինչ սովորեցինք այսօրվա ընթացքում, ասանեք։ Մենք սովորեցինք, որ փողոցը միշտ մեքենաներն է, իսկ անցումները մեկ մեքենաներն են, մեկ մարդկանց։ Լուսացույցը հենց դրա համար, որ կարգավորի թե ում հետ։ Այո, փողոցը միշտ մեքենաներին է, իսկ անցումները մեկ մեքենաներին է, մեկ մարդկանց է։ Պետք է նայեն լուսացույցի, Մարիամ։ Եթե պահպանում ես կանոնները, պաշտպանում ես և քեզ և մյուս։ Այո, ապրեք։ Ինչ որոշեցիր, այո, ինչ դու որոշեցիր։ Ինչ վարքագիծ ես դրսևորելու փողոցում։ Կարմիր լույսի տակ Չանցնես փողոց, շատ ապրեք։